Հարգելի գործընկերներ, մենք մեր տնտեսական քաղաքականության ռազմավարության մեջ միշտ էլ կարևորել ենք ենթակառուցվածքների դերը եւ այդ առումով ուզում եմ ընդգծել, որ երբ այսօր քննարկումներ են գնում Հայաստանի տնտեսական ակտիվության պատճառների եւ բացատրությունների մասին, կարծում եմ դրանում որոշակի եւ էական դեր ունի այն, որ վերջին տարիներին մենք Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքների վիճակի շատ էական փոփոխությունների ենք հասել։ Ես սա ասում եմ նաև փորձելով կապել այսօրվա մեր քննարկված հարցի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Նախ ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել եւ 2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810,074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է, բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ եւ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ Այս տնտեսական ցուցանիշները, այսինքն հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները բարեբախտաբար եւ ուրախալի կերպով նորություն չեն, որովհետեւ մենք կառավարության նիստում պարբերաբար այս թեմաներին անդրադառնում ենք։ Հաջորդը, որ կուզենայի նշել, հետեւյալն է, որ մենք հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ Սա նույնպես կարծում եմ շատ կարևոր եւ շատ պոզիտիվ ցուցանիշ է։ Նաեւ ընդգծեմ, որ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է եւ տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, 9 ամիսներով մենք արդեն ունենք 6% արձանագրված տնտեսական աճ։ Ես կարծում եմ, որ սրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են եւ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է եւ նաեւ կարծում եմ սրա պատճառն այն է, որ մենք անդադ մեր քաղաքականություններում բացի ենթակառուցվածքներից ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը եւ այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով կրթության կարևորությունը եւ կարծում եմ, որ այս ուղերձները ընկալվում են եւ այդ ուղերձները իրագործվում են ամենօրյա կյանքում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ գնահատանքի եւ շնորհակալության խոսքեր ասել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին։ Նաեւ ուզում եմ ընդգծել, որ վերջին ամիսներին ես տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները, այսպես ասած, չափից ավելի խստապահանջ են եւ նաեւ քննչական մարմինները չափից ավելի խստապահանջ։ Գիտեք, եւ ես ընդհանրապես մեր գործընկերների հետ զրույցում այսպիսի սկզբունք ենք մենք ворթեգրել։ Մեր սկզբունքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում բառացի ինչ որ ասում եմ, սա ես մեջբերում եմ մեր աշխատանքային քննարկումներից առանց մի բառ ավելացնելու կամ պակասացնելու, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ կամ տուրք։
բայց մյուս կողմից կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ եւ տուրք։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր եւ սկզբունքային եւ օրինական եւ արդար մոտեցում է, բայց այնուամենայնիվ, քանի որ մեր տնտեսվարողները այդ թեմաները բարձրացնում են, մենք շաբաթ օրը ունենք աշխատաժողովը մեր երկրորդ տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ եւ մենք այդ հարցը կքննարկենք։ Իհարկե, այս նախորդ շրջանում այդ նամակներից առնվազն մի քանիսը մակագրել եմ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, խնդրելով, որ քննարկումներ ունենան, ի վերջո հասկանանք, թե որ փաստարկն է, որ փաստարկն է արդարացի եւ որ փաստարկը ոչ այդքան, եւ մենք ըստ էության շաբաթ օրը կամփոփենք այդ քննարկումների արդյունքները, կլսենք փոխվարչապետին, որպեսզի գանք եզրակացություններ եւ գանք, այսինքն ձևակերպենք մեր մոտեցումը, բայց բոլոր դեպքերում մոտեցումը արդեն իսկ ձևակերպված է, ոչ մի լումա ավել եւ ոչ մի լումա պակաս։ Այս սկզբունքով մենք պետք է աշխատենք, մանավանդ որ ելի եմ ուզում հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները տեսնում են, որ պետական բյուջեի միջոցները ինչ ուղղություններով են ծախսվում, ինչ նպատակներով են ծախսվում եւ միջալոց նաեւ քաղաքացիներին է վերաբերվում, որովհետեւ մենք անդադ խոսում ենք բարեկեցություններից, սոցիալական վճարներից եւ այլն, կներեք, բայց մեր վիճակագրության ոչ կոմիտեն, ոչ էլ որևէ այլ մարմին մեզ չի ասում։ Իսկ այս process-ների արդյունքում, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քանի միլիարդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չի եղել եւ նրանք չեն տարել տարբեր տեղերում նորոգման հավելյալ նորոգումների եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս քաղաքականության արդյունքում ընդհանրավար արհեստավորների բարեկեցության աստիճանը պակասել է, ոչ չի պակասել, որովհետև այդ ընթացքում մեքենաների թիվը այնքան է ավելացել, որ ընդհանրավար եւ մյուս արհեստավորները հաստատ ունեն շատ ավելի մեծ աշխատանք, քան նախկինում ունեցել են եւ այս առումով կարծում եմ, որ ես նկատում եմ, այս ոչ մի հաշվարկի մեջ չկա։ Եվ ոչ մեկ էլ չի հաշվում, ոչ ես էլ ճիշտն ասած որ մեքենա է վարում եւ անձնական օգտագործման մեքենա ունեի, չի կարող հիշել, թե նախորդող շրջանում ես ինչքան եմ ծախսել Իմիջիայլոց անկանխիկը սրա համար է, որ պետք է լինի հետագայում իմանանք, թե մեքենայի նորոգման համար ինչքան ենք ծախսել, որը հիմա այլևս չենք ծախսում։ Նկատի ունեմ, այս տնտեսական ցուցանիշները լավատեսական են եւ մենք հետեւողական հանգիստ մեր քաղաքականություններով պետք է առաջ շարժվենք, իհարկե նաև այդ ընթացքում լսելով քննադատությունները, տեսնելով մեր թերությունները, ուղղելով մեր թերությունները եւ այդպես շարունակ։ Պարոն Պապոյան, տնտեսական իրավիճակի հետ կապված ունեք մեկնաբանություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Մենք բնականաբար ամբողջ ծավալով շարունակում ենք իրականացնել կառավարության այն տնտեսական ծրագրերը, որոնք որ միտված են կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը եւ այստեղ ես ուզում եմ եւս մեկ շերտ ավելացնել, մեր քաղաքականությունների արդյունքում էականորեն բարելավվել է արտադրողականությունը մեր երկրում, որը ըստ էության արտադրողականության բարձրացման էլի երկու հիմնական ճանապարհ կա։ Մեկը տեխնոլոգիաներն են, մյուսը կրթությունն է։ Եվ եթե կրթության մեջ կատարվող ներդրումները արտադրողականության վրա երկարաժամկետում են իրենց արդյունքը ցույց տալու, որովհետև այսօր լավ դպրոց գնացած երեխան 10 տարի հետո նոր կկարողանա ըստ էության տնտեսության մեջ լավ արդյունքներ ցույց տալ, տեխնոլոգիաները մի քիչ ավելի արագ են իրենց արդյունքը ցույց տալիս եւ մեր արտադրողականության խթանման ծրագիրը այս առումով շատ թիրախային է, որը հնարավորություն է տալիս մեր արտադրության վերամշակող արդյունաբերության մեջ ներգրաված եւ այլ ոլորտների բազմաթիվ ընկերությունների մեծ ներդրումներ իրականացնել կառավարության աջակցությամբ։ Ես նկատի ունեմ, երբ որ մենք վարկերի տոկոսադրույքներն ենք սուբսիդավորում, լիզինգի տոկոսադրույքներն ենք սուբսիդավորում եւ սա մեծ ու պահանջված ծրագիր է եւ սա եւս իմ կարծիքով կարեւոր հիմք է կայուն երկարաժամկետում կայուն տնտեսական աճ ապահովելու եւ պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ եւս մեկ շերտի անդրադառնամ, դուք աշխատատեղերի մասին խոսեցիք եւ նախորդիվ էլ երբ որ մենք քննարկում ենք
ենք, ես դրա մասին էլի խոսել եմ, մենք ոչ միայն ունենք աշխատատեղերի աճ բացարձակ թվով, այլ նաև որակական փոփոխություն ունենք։ Ինչ նկատի ունեմ, օրինակ 2 միլիոն եւ 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացող մարդկանց թիվը անցած տարվա հոկտեմբերի համեմատ 1338-ով ավել է։ 12556-ով կամ 14.3%-ով ավել է 500,000-ից 2 միլիոն աշխատավարձ ստացող մարդկանց թիվը անցած տարվա համեմատ։ 150,000-ից 500,000 դրամ ստացող մարդկանց թիվը ավել է 24684-ով կամ 7.8%-ով։ Եվ դրան հակառակ պակասել է, չնայած այն հանգամանքին, որ երկրում 31,000 նոր աշխատատեղ է ստեղծվել, 7655-ով պակասել է մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվը, այսինքն 150 մինչև 150,000 դրամ ստացողները տեղափոխվել են 150-ից վերև եւ այսպես շարունակ։ Սա շատ կարևոր է նաեւ հենց այդ համատեքստում, որովհետեւ երբ որ մենք երկարաժամկետ ներդրումներ ենք կատարում, ես նկատի ունեմ ինֆրաստրուկտուրաներ ենք ստեղծում, ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն եւ տեխնոլոգիաներում ներդրումներ են անում, սրանք ոչ միայն բացարձակ փոփոխություններ են բերում, այլ նաև երկարաժամկետում մեզ հնարավորություն են տալիս ավելի որակյալ աշխատատեղեր եւ ավելի կայուն աշխատատեղեր ունենալ։ Պապան, ես կարող եմ առնվազն մասնակի բացատրել, թե ինչու է ցածր սեգմենտով աշխատավարձի ցածր սեգմենտում աշխատողներ տեղափոխվել կամ այդ թիվը ինչու է շարժվել։ Մի քանի պատճառներով։ Օրինակ, համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը նաև հետվճար է ենթադրում վճարված եկամտահարկից այն դեպքում, երբ օրինակ կրթության համար եւ առողջապահության համար վճարումները անում են անկանխիկ վճարումներ անելու համար պետք է աշխատավարձերը կամ արտահայտված լինեն, այսինքն Երևան։ Հաջորդը անհուսալի վարկերի ծրագիրը, որը նույնպես շատ կարևոր է։ Հաջորդը մարդիկ տեսնում են, որ մենք քաղաքականություններ ենք վարում անկանխիկ առևտրի դեպքում մյուս տարվանից հետվճար է մտնելու եւ մարդիկ դա նույնպես իրենց գործատուներին մղում են, որպեսզի նրանք կարողանան, նրանք ամբողջական աշխատավարձերը արտահայտեն տեսանելի, ոչ ստվերային կերպով։ Հաջորդը առողջապահության ապահովագրության համակարգում համակարգ են մտնելու 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Եվ մենք նաեւ այս ենք նկատի ունեցել, որովհետեւ թվում է, թե սոցիալական առումով սխալ քաղաքականություն կարող է դիտվել, որ 200,000 եւ ոչ թե 150,000, բայց մեր կանխավարկածներն են, որ 150,000 դրամի սեգմենտում աշխատող բազմաթիվ աշխատողներ նաև աշխատավարձի ստվերային հատված ունեն եւ առողջապահության ապահովագրություն ստանալու բնական եւ մեր կողմից ողջունելի ցանկությունը նաև աշխատողներին մղում է, որպեսզի նրանք էլ իրենց հերթին գործատուներին մղեն, որպեսզի աշխատավարձերը արտացոլվի։ Բայց ձեր խոսքից մի դիտարկում շատ կարևոր է, որ մենք կրթվելը տենց բանի չվերապահենք միայն երեխաներին, որովհետև կրթություն ասելով այդ ֆունդամենտալ սխալ է, կրթություն ասելով հասկանում ենք մանկապարտեզ, դպրոց, բու։ Ոչ, այդ նույն տնտեսվարողը կարող է ուղղակի նոր հրատարակված գիրք կարդալ կամ հին հրատարակված կամ շատ հին հրատարակված գզրոցներում փոշոտած գիրք գտնել, կարդալ, ել չեմ ասում, հիմա ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով հեռավար կրթության բազմաթիվ հնարավորություններ է տալիս, ընդ որում այդ թվում կրթական ծառայությունների մատուցման, բայց գիտեք հիմա ոդկասթներ ռեժիմով այնքան բաներ կան, այնքան նյութեր կան, եւ որտեղ մարդիկ իրենց փորձն են պատմում, իրանց սխալների եւ հաջողությունների մասին են պատմում եւ կրթության հնարավորությունները անսահմանափակ են 21-րդ դարում, ել չեմ ասում վերապատրաստումների եւ այլ ծրագրերը, այնպես որ էզուտ մեր քաղաքական խոսույթի եւ լեզվամտածողության առումով մենք պետքա սա ընդգծենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, համեցեք։ Շատ կարճ կարելի է, պարոն վարչապետ, ես վիճակագրորեն նաև հաստատեմ ձեր մտքերը, օրինակ մենք հանրային սննդի կազմակերպման ոլորտում ունենք իհարկե եւ աշխատատեղերի եւ աշխատավարձի աճ, բայց միջին աշխատավարձը 157,400 դրամ է։ Ակնհայտ է, որ հանրային սննդի ոլորտում օրինակ
մատուցողները կամ ռեստորանային ոլորտում աշխատակիցները շատ ավելի բարձր է ստանում։ Այսինքն նույնիսկ այս վիճակագրությունն է բավականին լավ պատկեր մեզ տալիս, այլ չասած, որ իրական տնտեսության մեջ կամ հողի վրա շատ ավելի բարձր է եւ մեր քաղաքականությունները այո պետք է ստիպեն, որպեսզի այս թվերը հնարավորինս մոտենան իրականությանը եւ դուք նաեւ նշեցիք 9 ամսվա ցուցանիշների մասին, որոնք արդեն բացարձակ ցուցանիշներ են, այսինքն դրանք ցույց են տալ եւ 6% աճ ունենք, ինչը բոլոր եւ միջազգային կառույցները եւ Հայաստանում մեր երկրում մասնագիտացված կառույցները շատ ավելի ցածր տնտեսական աճ են կանխատեսում եւ ուզում եմ նշել, որ բոլոր ուղղություններով մենք աճ ունենք, այդտեղ արդյունաբերությունը մի փոքր 1%-ի կարգի նվազում ունենք, բայց տարեսկզբին շատ ավելի մեծ էր այդ նվազումը եւ հիմա գնալով մենք այդ տարբերությունը փոքրացնում ենք, որը հիմնականում պայմանավորված էր 24 թվականին այդ շատ մեծ ծավալով ոսկու ուրեմն վերամշակման գործընթացով։ Դե հիմա էլ այսօրվա 11%-ն էլ պետք է նայենք ինչ առնչություն ունի այդ թեմայի հետ, բայց ընդհանուր առմամբ դրանով թե առանց դրա 9 ամսվա 6% աճը արդեն մեր բոլոր կանխատեսումներից եւ ոչ միայն մեր կանխատեսումներից բարձր է եւ ակնհայտ է, որ դա չի նվազի եւ ակնհայտ է, որ դա մեծ հավանականություն կա, որ կաճի։ Հույս ունեմ, բայց էդ էլ ասեմ, որ մենք պետքա ի վերջո տենց կայուն մեր պոտենցիալին մոտիկ աճի ուղեցիրը մեզ համար լինի նպատակային, որովհետև գիտեք մի հատ ուրիշ խնդրեմ ենք մենք հանդիպում, երբ որ մեր պոտենցիալից, ինչպես տնտեսագետներն են ասում, ավելաճ ենք ունենում, դա գնաճային երևույթների է որոշակի հանգեցնում շատ հաճախ, ինչը միշտ չի, որ բնականաբար գնաճը երբեք ցանկալի չի, դրա համար այս 6 հույս ունենք նաև այս ընթացքում ոչ թե հույս ունենք, այլ մեր տնտեսական աճի պոտենցիալն էլ ավելացել, դա էլ է շատ կարևոր եւ մենք սենց ավելի շատ պետքա այլևս տենց ապացուցողական տնտեսական աճ մեզ պետք չի, մեզ պետքա ուղղակի կայուն, առօրյա, այսինքն տնտեսական աճը պետքա դառնա մեր կյանքի մի հատ սովորական անբաժանելի մաս, որ գա մի պահ, որ սկի առանձնապես կառավարության նիստում չանդրադառնանք էլ, որովհետեւ այլ տենց ոչ մի նորություն չկա, համեց Շատ կարճ այսօրվա անորոշությունների պայմաններում 6% տնտեսական աճը աշխարհում համարվում է բարձր լավ ցուցանիշ ու երբ որ մենք նայում ենք նաև ցուցանիշները տարբեր երկրների, դա լավագույնների մեջ է վերին հատվածում գտնվող եւ աշխարհի միջին աճից շատ ավելի բարձր աճ է։ Այդ տերմինն էլ է պետք է բարձրանում երկու անգամ ինձ մղեցիք լրացուցիչ մեկնաբանությամբ, որ այդ ընդունված բան է, իհարկե, որ ասում են այսօրվա անորոշությունների պայմաններում։ Այդ անորոշությունը մենք չենք էլ նկատում, այդ անորոշություն այսօր էլ կար, եկել կար, վաղն էլ ալնելու 10 տարի առաջ էլ կար, 20 տարի առաջ էլ կար, 30 տարի առաջ էլ կար, 30 տարի հետո ալնելու։ Խնդիրն է այդ անորոշությունների պայմաններում որոշել, իսկ ինչ ենք մենք անում։ Այդ անորոշությունը հիմա լավ լուրն է նա, որ այդ անորոշությունների պայմաններում մենք որոշել ենք ինչ ենք անում եւ հետեւաբար դա է շատ կարեւոր նախադրյալը, որ այդ անորոշությունները մեր վրա կունենան կառավարելի կամ նվազագույն